ես շատ ուրախ կլինեմ, եթե վարակիչ լինի, որովհետև սա հաշվետվողականության ու թափանցիկության ցուցիչ է, որովհետև տեսեք ամբողջ Հայաստանը եւ ոչ միայն կարող են ուղիղ եթերում տեսնել process-ները ներկուսակցական այս դեպքում, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ սա միակ դեպքը չէ, եւ քաղաքացիական պայմանագիրը իր ներքին ընտրությունները նման թափանցիկությամբ է իրականացնում, կհիշեք սեպտեմբերին վարչության կուսակցության վարչության ընտրությունները եւս նման թափանցիկ միջոցով իրականացվեցին, այնպես որ սա հուսանք կլինի վարակիչ, նաև ոչ միայն այս process-ը կլինի վարակիչ, այլև օրինակ էթիկայի կանոնագիրք ընդունելը եւ այդ նորմերին հետևելը, գիտեք, որ մեր կուսակցությունը այդ ուղղությամբ գնացել է եւ ընդունել է էթիկայի կանոնագիրք։ Իհարկե կուսակցության շատ լիդերներ բնական է, որ էլի կունենան վստահության քվե, եթե այս առումով եք հարցնում, հա, միանշանակ է շատ կուսակցության լիդերներ, որոնք այժմ ցուցակում են եւ այժմ պաշտոնավարում են, էլի ունենալու են բարձր վստահություն, դա նաեւ ապացուցվել է վերջին վարչության ընտրություններով, բայց չես կարող ասել, որ ամեն ինչ նախապես կանխորոշված է, կամ նույն ցուցակն է լինելու, կամ նույն падգամավորներն են լինելու, կամ նոր մարդիկ չեն լինելու, որովհետև մեր կուսակցության շփումները, հա, շատ այդպես բաց են, օրինակ մենք ունենում ենք նախաձեռնողի նիստեր, որտեղ կուսակցականները, որոնք ձեզ օրինակ հայտնի չեն, մեր կուսակցական շրջանակներում իրար ճանաչում են, հնարավորություն ունեցել են ծանոթանալու, շատ ավականու անդամներ կամ որոնց էլի դուք չեք ճանաչում, բայց մենք իրար ճանաչում եւ սա լավ հնարավորություն է նաեւ միմյանց, այսպես ասած, գնահատական տալու ու ես վստահ եմ, որ ունենալու ենք նաեւ նոր անուններ, բայց վստահ եմ, որ շատ նաեւ հին անդամներ, գործող անդամներ էլի ունենալու են վստահության քվե։ Էթիկայի կանոնագրքից խոսեցիք, այդ կանոնագրքի մասին խոսվեց եւ դրան հաջորդող օրերի ընթացքում պիտի հիշեցնել Թալինի քաղաքապետի վարքը, նրանից հետո կրկին կրկնվեց հարյուրանքներ եւ եթե չեմ սխալվում, պարոն Սաֆյանը նաեւ ցուցակում կա։ Հիմա նա պարոն Սաֆյանին ինչի համար պիտի զային տա, որ ազգային ժողովում քիչ չի մեկ էս ազգային հումարման ազգային ժողովի ժամանակ տեսել ենք հայ հոյանքներ, ջրի շշեր շփրտել եւ շատ վատ իրավիճակ։ Հիմա մի հատ էլ պետք է տեսնենք հայհոյող ազգային ժողովի падգամավոր, հետո էլ որոշի, որ մանդատը վայր է դնելու ու այսպես շարունակ։ Իհարկե ձեր նշած դեպքերը խորհրդարանում հեչ լավ չեն եւ մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք, որպեսզի նաեւ հաջորդ խորհրդարանում մենք չունենանք նման դեպքեր, բայց հասկանում եք, որ դա միայն մեզնից կախված չէ։ Ես դրա համար եմ կարևորում, որ բոլոր կուսակցություններն էլ ունենան համանման կաղապարներ, իրենց սահմանափակեն, որպեսզի դրանից շահի հասարակությունը։ Ես չեմ ասում, որ այս կանոնակարգը ընդունելով մենք բացառում ենք, որ կլինեն նման դեպքեր, այսինքն հնարավոր են նաև խախտումներ, հնարավոր են նաև կուսակցական այդ կառույցներով, հա, մենք ունենք համապատասխան կառույցներ, դեպքերը քննվեն, լինեն նաև սանկցիաներ, բայց պետք է հասկանալ, որ նաև կա այլ դիմացի կողմը, որի հրահրմամբ կամ նախաձեռնմամբ նաև սկսվում են նման դեպքերը։ Դրա համար շատ կարևոր է, որ բոլորն ունենան նման սահմանափակումներ։ Մենք մեզ ինքներս սահմանափակել ենք եւ դուք նաև կարծում եմ անաչառ հետևելու դեպքում կտեսնեք, որ հատկապես այդ կանոնակարգը ընդունելուց հետո մենք փորձում ենք ավելի զուսպ լինել, մեկ-մեկ անգամ ասում ենք, որ այ եթե ընդունած չլինեինք այդ էթիկայի կանոնագիրքը, մենք միգուցե այլ կերպ արտահայտվենք։ Դրա մեջ նաև այդ կանոնագրքին խոսունքին էր անդրադարձանում եւ ընդդիմադիր շրջանակների կողմից այսպիսի գնահատական հնչեց, որ իմանալով, որ զեկույցում այդ մասին խոսք կա, դուք կանխեցիք այսպես ասած եւ էթիկայի կանոնագիրքը ընդունել։ Եթե մենք կանոնագիրքը հիմա նախաձեռնեինք կամ 2 ամիս առաջ նախաձեռնեինք, միգուցե տեղին կլիներ դա համարել իմանցել ենք եւ արել ենք, այսինքն այնպես են կարել, որ լավ աչքով մեզ նայեն, բայց այդ նորմերի վրա աշխատվել է շատ երկար։
դա անցել է ներկուսակցական տարբեր փուլեր, քննարկվել է մեր կուսակցականների հետ։ Շատ վաղուց ենք մենք սկսել եւ ասեմ ավելին, մենք դրանից առաջ էլ ունեցել ենք մտադրություն ունենալու նման սահմանափակումներ, սակայն հասկանում եք տարբեր process-ներ թույլ չեն տվել դրան ժամանակ տրամադրելու եւ մենք նախորդ տարի արդեն տարվա սկզբից դրան ժամանակ ենք տրամադրել եւ ընդունել ենք եւ այդ 1 տարի առաջ դժվար մենք իմանայինք ԵԽԽՎ-ն ինչ պետք է քննարկի, ինչ պետք է հորդորի այդ զեկույցում, որպեսզի մենք էլ նախապես ունենայինք։ Ոչ, մենք անգամ եթե դուք հանրային խոսույթին մի քիչ հետ գնանք հետևեք, միգուցե դրա մասին անգամ մենք հրապարակային խոսել ենք, որ նման մտադրություն ունենք։ Եվ միամտություն է կարծելը, որ կարող ես 1 ամսում նման նորմեր մշակել եւ ընդունել։ Տիկին Հակոբյան, որ խնդրում եք հիշեցնել, քանի պատվիրակ են մասնակցել նորից քվեարկություններին եւ ինչ որ թվեր կա մինչեւ այս պահը, քանիսն են եկել մասնակցել, ձեր բուժական պատվիրակների ինչ տոկոսն է Երևանից, ինչա մարզերից է մասնակցությունը։ Պատվիրակները 1100 կարծեմ մոտավորապես, շուրջ 1000, հստակ չեմ կարող ասել, բայց հստակ թիվ կա, եթե դուք էլ մոտենաք, միգուցե աշխատակազմից դες պատասխանեն, եւ մարզերից եւ Երևանից պատվիրակների ցանկը հստակ է։ Մենք Հայաստանի բոլոր մարզերում, խոշորացված համայնքներում ունենք կուսակցական կառույցներ, այդ մեր տարածքային կառույցները ունեն ընտրված խորհուրդներ, հենց այդ խորհրդի անդամներն են պատվիրակներ համարվում, տարբեր նաև պաշտոնյաներ, падգամավորներ, նախարարներ, մարզպետեր եւ այլն, այսինքն ամբողջ Հայաստանն է ներկայացված եւ ընտրողները իրենք արդեն ընտրված մարդիկ են, սա էլ է շատ կարեւոր։ Մասնակցությունը ես ինքս նոր հարցնում էի մինչև քվեարկությունը, ասացին, որ շատ ակտիվ է, ես ինքս էլ բոլոր ընտրախցերը զբաղված էին, սպասել եմ, ազատվել է նոր եմ մոտեցել քվեարկելու եւ միջանցքում էլ նկատեցի, որ բավականին շատ մարդ կա, որ սպասում է քվեարկելու, այսինքն շատ ակտիվ է քվեարկությունը, եթե հաշվի ենք առնում, որ այսօր դեռ աշխատանքային օր եւ ժամ է եւ առաջիկա օրերը ոչ աշխատանքային են, կարծում եմ մենք առաջիկա օրերին էլ շատ ակտիվ կունենանք մասնակցություն եւ լեգիտիմ ընտրություն կունենանք ըստ այդմ։ Իսկ մեկ հոգին քանի անձի կարող Ուղիղ 50 անձի կարող է ընտրել մեր պատվիրակը, դրանից ավել 1 պակասը համարվում է խախտումներ կարգով։ Տիկին Հակոբյան, իսկ կարող եք մանրամասներ ներկայացնել, քանի որ ցուցակում կամ բավականին նոր դեմքի, հա, որոնց նախկինում չենք տեսել քաղաքական գործունեությունը, թեպետ որոշ չափով նաև կուրսը ծանոթ լինեն։ Բայց մանրամասներ կարող եք ներկայացնել, թե օրինակ նրանց ընտրությունը ինչպես է կատարվել, որոնք եւ առաջիկայում եւ ստեղծի պայքարեն, հա, այսպես պատկանող տեխնացիաներ։ Դուք դեկտեմբեր ամսին հուսամ հետևել եք, մենք ունեցանք դե վարչապետը ամենօրյա գրաֆիկով հրապարակում էր տեխնացուների գրանցման կարգը, որտեղ բոլոր ցանկություն հայտնած տեխնացուները նաև գրանցվել են վարչության ընտրության արդյունքում եւ գրանցվել են ըստ ամեն վարչության անդամ իր պատկերացումներն ուներ եւ վերջում դրանք համադրվել են եւ ձայների մեծամասնությամբ գրանցվել է տեխնացուն կամ չի գրանցվել այո կան եւ հայտնի եւ ոչ հայտնի դեմքեր բայց որևէ մեկի տեխնացությունը ձեզ համար չպետք է անակնկալ լինի որովհետեւ նրանց բոլորի դեմքերը եթե դուք վարչապետի այդ հրապարակած այդ օրերին տեսանյութերը նայեք բոլորը ֆիքսված է այնպես որ որևէ այդպես ինչ որ անակնկալ չի կարող լինել։ Իսկ կան հիմնական չափանիշները, օրինակ, որոնցով նրանք ընտրվել են կամ նշեցիք եղել են նաև մարդիկ, որոնք որ չի գրանցվել։ Ինչպես է օրինակ որոշվել ով պետք է գրանցվի, հիմնական կրիտերիաները որոնք են եղել։ Ես իմ մասին կարող եմ խոսել, ես որպես վարչության անդամ կրթություն, աշխատանքային փորձ, բարեվարկություն հանրային խոսք, ինչու ոչ, այսինքն տարբեր չափանիշներ կան, որ դու պատկերացնում ես, հետո ուզում եմ ասել նաև, որ գրեթե բոլորին ճանաչում էի արդեն իսկ, որովհետև նաև կուսակցականների հետ ակտիվ շփումներ կան, մեր պաշտոնյաները շատ ակտիվ շփվում են մեր կուսակցականների հետ, այնպես որ արդեն իսկ որոշակի տպավորություն ունեի ես։ Ես անգամ անտրամաբանական եմ համարում քննարկել մի բան, ինչը հակասահմանադրական է։ Մենք ի վերջո օրենքի երկրում ենք ապրում, թե չէ։ Տեսեք, падգամավորի տեխնացուն
չի կարող լինել մարդ, որը ունի օրինակ երկքաղաքացիություն, որտեղ պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերջին 4 տարում, դա համանդրական պահանջ է տեխնացուի համար։ Հիմա մենք գիտենք, չէ, գոնե մամուլից երկու քաղաքացիության մասին այդ անձի՝ Ռուսաստանի եւ Կիպրոսի։ Հիմա եթե նաև Հայաստանի քաղաքացի է, նշանակում է միայն Հայաստանի քաղաքացի չէ, որտեղ երկուսի մասին գոնե գիտենք։ Այսինքն արդեն իսկ նա չի կարող լինել տեխնացու, դրա համար ուղղակի Ռուսաստանի բիզնեսմենի իշխանություն վերցնելու համար չի կարելի այդ կապրիզով վերցնել ու համանդրություն փոխել, էլ չեմ ասում, որ օրինակ նույն տրամաբանությամբ կարող է ինչ-որ մի հատ, չգիտեմ, օրինակ Պատրիկ Չեխիայից, ինչ-որ մի հատ Սալավիով Ռուսաստանից, գա դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու լինի վարչապետի տեխնացու։ Հնարավոր է նման բան։ Կարծում եմ անտրամաբանական է, որևէ մեկի կապրիզով չեն կարող երկրում այդքան կարևոր օրենքներ հարմարեցնել, որպեսզի նա դառնա զավթի իշխանություն։ Բայց հետաքրքիր է նաև, որ իրենք վստահ նոր մեծամասնություն են կազմելու եւ այդ դեպքում հնարավորություն համարտական փոփոխություններ իրականացնելու իրենց մոտակի համարում։ Հիմա ինչքան տեխնացու կա, բոլորը վստահ են, եւ դա նորմալ է, որ բոլորը պետք է ընտրություններից առաջ վստահություն հայտնեն, թե չէ որ ասեն չէ, մենք գալիս ենք, մենք ուզում ենք ընդդիմություն լինենք, ով պետք է նրանց տեսներ եւ ընտրեր, որպես իշխանություն ենք, չէ, մենք ընտրում։ Այնպես որ ես 21 թվականին էլ հիշում եմ, Ռոբերտ Քոչարյանն էր վստահ, ինքը կռայլու էր, ինչ եղավ։ Մաշեց, մինչև քոքնել մաշեց, չորացավ, հիմա չգիտեն ոնց վերակենդանացնել իրենց արմատները։ Հիմա օրինակ նույն դրամաբանության մեջ ուտում եք քննիություն ցույց տանալու եք, այդ նույն դրամաբանության մեջ է դա, թե իրապես մտածում եք, որ հաղթել եք։ Կարծում եմ դուք ձեզ պատասխանում եք հարցը տալուց, որովհետև եթե անաչառ աչքով էլ նայեք կողքից, այն ամենամեծ խոստումը, որը մենք տվել ենք 21 թվականին, մենք խնդրել ենք մանդատ, որպեսզի խաղաղություն բերենք։ Դուք հիշում եք ինչ իրավիճակ է։ Դուք անգամ 1 տարի առաջ եթե հետ գնաք, մենք խոսում էինք, որ վտանգ կա պատերազմի, մենք հայտարարություններ ենք անում եւ միջազգային հանրության համար եւ ներսում եք դուք մեզ հարցեր տալիս, բայց դուք տեսնում եք այսօր ինչ իրավիճակ է նույն այն երկրի հետ, որից մենք սպառնալիք տեսել ենք եւ որից սպասել ենք սպառնալիք նաեւ։ Մենք հիմա համագործակցում ենք, ել չեմ ասում այն տնտեսական արդեն համագործակցությունը, որը կա մեր եւ Ադրբեջանի հետ, մյուս փակսահման Թուրքիայի հետ գիտեք, որ շատ մենք լիահույս ենք, որ առաջիկայում եւս կունենանք առաջընթաց, եւ սա միայն Հայաստանի կողմից հայտարարություններ չեն, սրանք նաեւ մյուս երկու երկրների կողմից արված բարձր մակարդակով արված հայտարարություններ են, եւ քաղաքացին տեսնում էին, այսօր բոլոր տղա երեխա ունեցողները այստեղ լրագրողների մեջ էլ կան, իրենք հաստատ ավելի հանգիստ են, քան օրինակ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ իրենց տղաների համար, որ պետք է զինվոր դառնան։ Այսօր բոլորը հանգիստ են։ Ես ինքս ունեմ եղբայր բանակում այսօր ծառայող եւ ես գիտեմ, որ իր ծնողը իմ հորեղբոր տղան է, իմ հորեղբայրը իր կինը հաստատ ավելի հանգիստ են գլուխը դնում բարձին քնում։ Սա խաղաղության շոշափելի խաղաղություն է, ել չեմ ասում սահմանին զոհ չունենալը, կրակոց չլինելը եւ ել չեմ ասում այն տնտեսական զարգացումը, այն ֆինանսական հոսքերը, որ նախատեսվում են առաջիկայում արդեն Միացյալ Նահանգների հետ կնքված այդ համաձայնագրերի հիման վրա, թրիփի գործարկման հիման վրա։ Սահմանին զոհեր չկան, բայց լինում են դեպքեր, մահվան դեպքեր, որոնք որակում են ինքնասպանություններ։ Դա ինչի մասն է։ Դա, տեսեք, բանակում մեր հասարակության մի հատվածն է։ Այսօր դուք էլ չէ, կտեսնեք դրսում այդ նույն իրավիճակը, օրինակ ինչ որ մի համայնքում երկու երիտասարդ իրար չեն հասկացել, հիմնականում դա է լինում ինչ որ մի թեմայով եւ նման սցենարով է, հա, գնում ամեն ինչ, այսինքն դա վատ է, հանցագործություն է, որը տեղ է գտնում նաև բանակում։ Իհարկե մենք այս բարեկարգման շրջանակում նաև բանակի մեր զինված ուժերի մենք նաև այս ուղղությամբ ենք գնում, բայց պետք է հասկանալ, որ նույն հասարակությունն է, սա կրթության տարբեր հա միջոցներով պետք է հասնենք նրան, որ քիչ լինի կամ իսպառ բացառվի նաև ոչ կանոնադրային հարաբերությունները նաև զինված ուժերում։ Հոբյան մի բան էլ խնդրել հստակեցնեք, 279-ից վերջում քանիսն էին ոչ կուսակցական։ Ոնց որ թիվը 273 էր, ոնց որ մոտավորապես 274 անգամ ներողություն 274-ից ես հստակ թիվը չգիտեմ, բայց գիտեմ տեխնացուներ, որոնք ոչ կուսակցական են եւ ցուցակում նրանք կան, կարող ենք հաշվել, բայց քիչ չեն։
Կան նաև ոչ կուսակցականներ։ Իսկ այն վճարները, որ պետք է արվեն, այդ 274 հոգին արել են։ Բոլոր տեխնացուները գրանցված համարվում են տեխնացու արդեն քվեաթերթիկում, եթե նաև ընտրագրավը վճարված է։ Այո, բոլորը, այսինքն վճարել են ընտրագրավը, թե կուսակցականները, թե ոչ կուսակցականները։ Ձեզ եմ շնորհակալ։